44-օրյա դավադիր պատերազմից հետո Հայաստանի ընդդիմության դաշտում գործող տարբեր քաղաքական խմբավորումները հաճախ միմյանց մեղադրում էին ներկայիս իշխանության հետ համագործակցելու մեջ։ Մի պահ դադար տվեցին այդ ամենին, բայց կարծես թե նորից սկսել են, քանի որ մյուս տարի նորից ընտրություններ են լինելու։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ քոչարյանականները ու սերժականները վիճում են ու միմյանց մեղադրում են 2018 թվականին Փաշինյանին աջակցելու ու իշխանության բերելու համար։ Ամեն տեսակի մեղադրանք ու փաստարկ ասես առաջ են բերում, որպեսզի համոզեն, թե ով էր այդ ժամանակ ավելի դեմ Նիկոլին եւ ով էր ավելի կողմ։ Սերժականները ասում են, որ քոչարյանականներն ու այսպես ասած արմատամետները համագործակցում են նիկոլականների հետ, իսկ քոչարյանականները հակառակն են ասում, որ սերժականներն ու արմատամետներն են համագործակցում նիկոլականների հետ։ Եվ վերջապես արմատամետները ասում են, որ սերժականներն ու քոչարյանականներն են միասին համագործակցում նիկոլականների հետ։ Սակայն իրականությունն այն է, որ այդ երեքն էլ իրենց տարբեր ձևերով աջակցել ու օգնել են, որ Փաշինյանը գա իշխանության, քանի որ երեքն էլ իրենց հրահանգները ստացել են հիմնականում հյուսիսից, նկատի ունենալով իհարկե Կրեմլը, նույնիսկ իրենց արմատամետ համարողները, որոնց մեծ մասը իմ կարծիքով ռուսական ծպված գործակալներ են։ Ռուսաստանը Հայաստանում իր գործակալական ցանցով ամեն ինչ արեց, որ այդ իբրև հեղափոխությունը ներկայացնի որպես սորոսական, արմատամետ ու հակառուսական հեղափոխություն, որպեսզի Հայաստանին հասնող գալիք աղետները բարդի այդ երևույթների վրա եւ ինքը հնարավորինս մաքուր դուրս գա։ Բայց իրականում հենց նրանք են ստվերում այդ լարերը ձգում։ Այդ արմատամետ շարժումների մաս կազմող գրեթե բոլորը նույնպես աջակցեցին Փաշինյանին իշխանափոխության ժամանակ, որովհետև դա կամ արևմուտքի շահերից էր բխում, քանի որ ոչ մի արևմտյան պետություն չդատապարտեց այդ կրկեսը, կամ էլ, ինչպես արդեն ասացի, նրանք էլ են իրականում արևմտյան արժեքների տակ թաքնված նեոբոլշևիկներ, ովքեր անուղղակիորեն սպասարկում են Ռուսաստանի շահերը։